Ողջույն բոլորին, տեսնենք ով է գալիս ձեր կյանք, կամ միգուցե եկել է և ուզում եք հասկանաք ինքն է արդյոք թե ոչ, կամ ինչ, ով էլ որ գա, ինչ կունենա, ինչպիսին կլինի, ինչ կսիրի, անել, ինչպես ձեզ կվերաբերվի, ինչից կհասկանաք, որ հենց ինքն է, որ եկել է, և դուք պետք է որոշեք, թողնեք ձեր կյանք այդ մարդուն, թե ոչ։ Կարող եք ինտուիցիայով պահել, եթե միայնակ եք այս պահին, ոչ ոք դեռ չունեք, ինտուիցիայով 1-ից 3 թիվը պահեք, տեսեք ով է գալիս, ով է գալու հետո իհարկե ձեր կյանք։ Եթե կա ինչ-որ մեկը, ապա թեկուզ իրան պահեք, մնացածը նայեք, միգուցե ինտուիցիան սխալվել է, և հետո կհասկանաք, ինքն է եկել, թե ոչ, ինչ է սիրում, հետո կստուգեք ձեր սիրելիի վրա և կհասկանաք շարունակել թե ոչ, կամ ընդունել այդ մարդուն, լիարժեք ձեր կյանք թե ոչ։ Մինչև դուք պահեք, ես խառնեմ, կարող եք կանգնեցնել, հետո վերադառնալ։ Ահա, գնայինք առաջինը, տեսնենք առաջին տարբերակը ով է գալիս ձեր կյանք։ Ինչ-որ բաներ են պատտվում։ Լավ չի, նայեք առաջին տարբերակը արդեն իսկ երեխաներ չի սիրում, որը որ այդքան էլ լավ չի, միգուցե առաջին տարբերակում 1 կամ 2 հոգի է գալիս, դուք ինքն այդ մոտավորապես կհասկանաք։ Կամ արդեն իսկ ունի երեխաներ և այլևս երեխաներ չի ուզում։ Կնկատեք, սիրում է արդյոք երեխաներ թե ոչ։ Երևում է, հա, մարդուց, ինչպես է վերաբերվում երեխաներին։ Այստեղ նաև ռոմանտիկ մարդ է եկել։ Դե Եկի կարող է հասուն է, մեծ է տարիքով, և այս պահին ոնց որ երեխաների կարիքը այդքան էլ չունի, չի ուզում երեխաներ ունենա, եթե մարդը արդեն ունի երեխաներ, չնայած այստեղ շուն և կատու ունի, ինչ-որ մի բան այստեղ այնպես չի, կարող է պետք է ուսումնասիրել։ Այն մարդը, որ շուն է սիրում, չի կարող երեխաներ չսիրել, ուղղակի երևի այդ պահին կամ այս պահին չի ուզում երեխաներ, կամ ունի այլևս էլ չի ուզում, կամ հասուն է արդեն այդ նոր ճժվժ, այդ ալած բան, նման բաներ դեռ ոնց որ չի ընդունում, չի ուզում, էլի, հա, արդեն ավարտվել է այդ փուլը իր մոտ և դրա համար չի ուզում, որովհետև հետը շուն ունի։ Միգուցե շանն է, շուն կամ կատու, եթե ունի, իրենց է դրել երեխայի տեղ և դրա համար երեխա չի ուզում, չգիտեմ, կամ երեխաներ կարող է ունենալ, բայց դուք խնամ եք, կապված է թե աղջիկ է, տղա է, ով է նայում, համենայն դեպս ավելի շատ ուզում է կարիերա կառուցել, ավելի շատ աշխատել, ավելի շատ դիզել ինչ-որ մի բան, քան երեխա ունենալ, երեխաներով տարվել, երեխաների վրա ծախսել, այդպիսի բաներ առայժմ, միգուցե առայժմ չի ուզում։ Եվ իհարկե այստեղ արդեն ասացի շուն և կամ կատու ունի, նաև եկել է ամուսնության նպատակով, այդ մարդը ձեր կյանք կամ գալու է ամուսնության նպատակով իհարկե ձեր կյանք, հենց այնպես ուղղակի չի մտնում, ռոմանտիկ է բավականին շատ, սկեսուր կունենաք տանը, կամ զոնքաչ, երկուսից մեկը, ինչ-որ մեկը կլինի տանը,
Համենայն դեպս կամ աղջկա մորետ եք ապրելու կամ տղայի մայրիկի հետ։ Այստեղ նաև հնարավոր է, որ կամ որևիցե գյուղաքաղաքից է կամ գյուղից է, մարզից է, կամ նաև ունի դաչա նմանատիպ վայրում։ Ունի նաև մեքենա եւ առհասարակ այս մեքենան հենց ցույց է տալիս ոնց որ մեծ մեքենա ավելի շատ, դե բայց դա մարդ իր։ Եվ իհարկե այստեղ սիրում է իր կնոջը վերաբերվել որպես սեփականություն։ Այստեղ ինձ թվում է երկու տարբեր մարդիկ են եկել։ Ինչ որ մեկն է, ով որ ձեզ կվերաբերվի որպես սեփականություն, հնարավոր է նաև միգուցե քննադատի ձեզ, օրինակ դիմահարդարման համար կամ ինչ որ մի բանի համար, նա երևի ինձ թվում է մարզից է, որովհետև մարզի տղամարդիկ եւ նաև կանայք չեն սիրում կամ ընդհանրապես եթե մեկը ապրում է քաղաքում, մեկը ապրում է մարզում, մի փոքր իրար բաներ կան, որ չեն սիրում, չեն ընդունում։ Եվ նմանատիպ որից մի բաներ նաև կարող է լինել, կախված է թե ով է նայում եւ դիմացինը ով է լինելու։ Ոնց որ փակելու է ձեզ։ Փակելու է, չի թողնելու բաց հակնեք, չի թողնելու վառ հակնեք եւ այլն։ Այդպես, ինչ որ նմանատիպ մեկն է։ Հնարավոր է սկեսրոջից է, հա, իր մայրիկից է վախենում, զոնքաչն է այդպեսին, ինչ որ մի ձևով, հա, վախ կա մեջը։ Չէ, օրինակ տղաները շատ են վախենում, որ մայրը կաս ես ինչ հահաք է կնիկդ կամ եւ այլն, հա, եւ դրա պատճառով էլ ինքը կնոջ վրա արդեն իսկ ժամանակից ուտ խոսում է։ Նման պահեր էլ կան։ Այստեղ կամ երկու տարբեր մարդիկ են եկել, կամ մեկ մարդն է, որ այս ամեն ինչը մեջն է։ Կապ չունի, որ ինքը ռոմանտիկ է եւ եկել է ձեզ ամուսնության համար։ Դա բացարձակ կապ չունի։ Նա կարող է երեխաներ չսիրել այս պահին, նա կարող է մայր ունենալ տանը, որ իշխի իրեն, որ էլի այնպես անի, որ դուք դառնաք ռաբ այնտեղ։ Ես հստակ չեմ կարող ասել։ Կարող է երկու մարդ են։ Դուք արդեն, եթե եկել է ինչ-որ մեկը արդեն ձեր կյանք եւ մոտավորապես արդեն նմանացնում եք, ուրեմն դուք ինքներդ ինձ լավ գիտեք, թե ինչպիսին է նա։ Իսկ եթե նոր է, այստեղ երկու տարբեր մարդիկ կարող են գալ, կամ եթե մեկը գա ու այդ ամեն ինչը մեջը լինի, արդեն դուք ընտրեք։ Դուք որոշեք, ուզում եք այդ մարդու հետ ապրել, թե ոչ։ Այսքանը առաջին տարբերակի համար, նայենք երկրորդ տարբերակը։ Ով է գալիս երկրորդ տարբերակի կյանք։ Տեսնենք, ով է լինելու, ով է մուտք գործում։ Միգուցե գործել է արդեն, եւ պետք է հասկանաք ինքն է արդյոք, թե ոչ։ Սալ։ Մի քիչ այդպեսին է, մի քիչ ոչ։ Ուղղակի պետք չի մենակ մեկին նայել, որովհետեւ իրոք կարող է ամեն մեկը տարբեր լինեն։ Մեկը օրինակ գա ձեր կյանք, ով որ շատ է սիրում նվերներ տալ ձեզ։ Մեկը գա ձեր կյանք, ով որ իրենից բացի ոչ ոքին չի տեսնում։ Այնպես չի, որ պարտադիր հենց երկուսը պետք է գան, կարող է ամեն հատ տեղադրված քարտը ցույց է տալիս մեկին։ Կրկին էլի շուն ու կատու ունի, կամ շուն կամ կատու։ Նման մարդիկ իրոք եմ ասում, չեն կարող բարի չլինել։ Ուրեմն այն մարդկանցից են, ովքեր որ շուն կամ կատու ունեն, ով որ ամբողջ օրը ծեծում է իրենց կենթանուն։ Ուրեմն այդպիսի մեկը պետք է լինի։ Որովհետև նման մարդիկ քիչ չեն, ովքեր ունեն եւ ամբողջ օրը ծեծում են։ Իմ աչքի առաջ է քանի հոգի ծեծել իր շանը։ Ենել ինչ շուն, որ մարդիկ երազում են նման շուն ունենան եւ բավականին թանկարժեք շուն է։ Այստեղ տարբեր մարդիկ են։ Տարբեր են։ Մեկ հոգի չէ։
Ուրեմն մեկը կա, որ սիրում է նվերներ անել, անընդհատ նվերներ կտա ձեզ։ Հենց սկզբից էլ երևում է նման տղամարդը, գիտեք, որ երբ որ թեկուզ առաջին հանդիպման ժամանակ ինչ որ մի բանով է գալիս, թեկուզ մեկ հատ վարդով։ Դա հենց արդեն իսկ երևում է իր ուշադրությունը ձեր հանդեպ, որ ինքը պատրաստ է ձեզ ամեն հանդիպմանը թեկուզ մեկ վարդ կամ մեկ դաշտից քաղած ծաղիկ բերի նվիրի։ Կարևորը ձեզ այդ պահին ուրախ տեսնի։ Դուք հենց առաջին երկրորդ հանդիպումից պետք է զգաք նման տղամարդուն կամ կինը թեկուզ կարող է ինչ որ մի այնպիսի մի վերաբերմունք ցույց տա, որ էլի նվեր լինի։ Կամ կան նման կանայք, ովքեր որ օրինակ ես եմ շատ սիրում տղամարդուն նվիրել։ Ահա ապրանքներ, ինչ որ բաներ նվիրել։ Ես ինքս շատ եմ սիրում։ Կարող է նման ինչ որ մեկն է։ Եվ եթե մի կողմից նայենք նարցիս, այստեղ ինչ որ մեկն է, ով որ տարբեր են։ Նարցիսը չի կարող կենթանի ունենալ, կարող է իրոք ասածից պես ծեծում է։ Ամենայն դեպս նարցիսը միայն սիրում է իրան։ Անհրաժեշտ աղջիկ որպես աքսեսուար, ուրիշ ոչինչ։ Կարող է ամեն րոպե փոխել մեկ ուրիշով եւ այլն, ամեն անգամ հարաբերություններում նա ավելի շատ կվերցնի, կան կտա ձեզ։ Եվ այստեղ եթե տեսնում ենք ինքը ձեռքով է լուծում ամեն մի հարց, ամեն մի խնդիր, չիմանանք, չի բացառվում նաև որ կարող է հարվածել, եթե ունի կենթանի եւ կենթանուն հարվածում է, մարդուն էլ կարող է հարվածել, եթե իհարկե կարող է այստեղ երկու տարբեր մարդիկ են եկել։ Այստեղ հնարավոր է որ սպորտով են զբաղվում եւ սպորտից է, որ կարող է ուղղակի ամուր ինչ որ տղամարդը եւ կինը կնոջ համար ծանր ձեռք, չնայած որ կարող է նաեւ տղամարդու էլ ծեծի, վերջերս եմ աչքիս առջև տեսել տղամարդուն այնքան տվեց գլխին, մազերի կեսը թափավ։ Երևի մի 5 րոպեվա մեջ 10 անգամ տվեց գլխին։ Նման, հա, ինչ որ բաներ կարող են նաեւ լինել, որ մարդը սիրի անընդհատ խփել, անընդհատ ձեռքով։ Դա էլ է երևում, գիտեք, առաջին երկրորդ օրը, երբ որ ինքը ինչ որ մի բան է անում, ոյ աղջի, ասենց ինչ որ ստից ինչ որ բան է անում, դա արդեն པարզ է, երևում է, որ ինքը պատրաստ է հարվածելու։ Դա իմացեք։ Սկիզբը շատ կարևոր է։ Ամեն մարդ ասում է, վայ, դե բան, բայց դե համենայն դեպս պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին։ Պետք է առաջին երկրորդ օրը մի հատ այդ երկնքից իջնել, սառը դատել, հետո նոր կսիրահարվեք։ Եվ որ սիրահարվում եք ոչ մի բան չի երևում ձեր աչքին, հետո էլ ասում եք վայ դժբախտ եմ, վայ սա է, վայ տարիներն անցան, ինքը էլ չի փոխվել եւ այլն։ Ես առաջին օր ուշադրություն չդարձեցի, ինձ թվաց նորմալ բան է դա, բայց չէ, ինձ առաջին օրը պետք է ուշադրություն դարձնեք։ Ուղղակի կարող է սպորտով է զբաղվում եւ ամեն հարց, երբ որ ինչ-որ մի խնդիր է լինում, թեկուզ ձեր շրջապատում ինքը փորձում է ձեռքերով լուծել այդ հարցը։ Ունի մեքենա, սեփական տուն եւ նաեւ այստեղ եթե նայենք վերլուծենք մեկ ուրիշին, այստեղ իմաստուն մարդ է, ավելի կամ տարիքով մարդ է կամ իմաստուն։ Դա համար այստեղ եկել է հավանականություն մեծ 2 հոգի, 2 տարբեր մարդիկ։ Որովհետև իմաստուն մարդը չի կարող հարվածել, եթե իր տարիքից մի քիչ ավելի մեծ է երևում, հասուն է երևում, հասուն մարդը հարցերը ուրիշ կերպ է լուծում, ձեռքերի օգնությամբ չի լուծում։ Դա այն դեպքում, երբ որ քեզ հարվածում են, դու ես հարվածում, դա բոլորն են այդպես պատրաստ, բայց ուղղակի հենց արի, ես քեզ կասեմ ու սկսի հարվածել կամ նման բաներ, դրանք մի քիչ արդեն ուրիշ մարդիկ են։ Դե չգիտեմ, 2 տարբեր մարդիկ են այստեղ։ Դուք ինքներդ վերլուծեք, ով որ կգա, կամ ով որ դեռ եկել է ու տեսեք ինչ է անում։ Հենց առաջին երկրորդ օրվանից է թեկուզ պարզ կդառնա, որ ինչ որ մեկը վատ վերաբերմունք ունի եւ այլն եւ իր արտահայտությունները, որ այս մարդուն այսպես կանեի, սա, ինչ անում, իր վերաբերմունքը անգամ հասարակ մատուցողուհուն կամ մատուցողին պարզ երևում է իր վերաբերմունքը հետո ձեր հանդեպ ինչպես է լինելու։ Ես անընդհատ սա ասում եմ, ես հենց այնպես չեմ ասում սա ձեզ։ Որովհետև շատ երիտասարդ աղջիկներ գլուխները կորցնում են սիրահարվելուց, հետո արդեն այդքան էլ լավ բան չի լինում ապագայում։ Գնանք երրորդ տարբերակը։ Տեսնենք երրորդ տարբերակում գոնե մի նորմալ մարդ կա։ Չնայած այստեղ կար, առաջինում է կար, բայց տարբեր էին։
Նույն որ ասում չի կարող քեզ նվեր տալ, էս անել, հետո հետևիդ խփի, ասի գնա կամ նմանատիպ ոչ մի բաներ։ Դե կողը նվերը հետ էլ գա, հետո լաս ես ինչ ես բա տենց բերան բացեցի ծաղում, ան նվերը ու մի հատ է բերանին։ Զարմանալու չի, շատ տարբեր մարդիկ կան։ Ահա։ Ուրեմն, տեսնենք ով է գալիս երրորդ տարբերակի կյանք։ Դե համակարգչով է սիրում զբաղվել, ու միգուցե նաև խաղալ, ինչու՞ չէ։ Կողը աշխատանքն է շատ կապված համակարգչի հետ։ Ինչ որ շատ բան չընկավ։ Ուրեմն սիրում է համակարգչով զբաղվել, սիրում է համակարգչով խաղալ, միգուցե կախված է թե ինչ աշխատանքով է ինքը առհասարակ զբաղվում։ Եվ սիրում է իրադարձություններ, սիրում է, որ ինքը պետք է լինի ինչ-որ մի բանի կենտրոնում անընդհատ։ Չեք կարող իրեն սահմանափակել ոչ մի կողմով, եթե լինի կին, եթե լինի տղամարդ, միևնույն է, նա կլքի ձեզ, եթե սկսեք սահմանափակել իրեն։ Եթե խանդոտ եք, ապա այս մարդը ձեզ համար չի։ Որովհետև սիրում է այստեղ նաև սրտեր է գրավում։ Մարդկանցից ով որ կարող է էլի ունի երկրպագու կամ երկրպագուհի, որովհետև այդ իր շփման շատ է շփվում եւ այլն եւ կարող այդպիսով նաև ինք ունենա եւս էլի երկրպագու կամ երկրպագուներ։ Ամենայն դեպս շրջապատված է։ Եվ բացի դա էլ կարող է իր կյանքում շատ մարդիկ են եղել կամ միգուցե կա։ Դե այս դեպքում հավանականություն մեծ է, որ կողընտրություն է կատարում, բայց դե որ մշտապես շատ լինեն, դա այդքան էլ լավ չէ։ Սիրում է նվերներ տալ, ամենակարևորը, շատ մարդիկ չեն սիրում նվերներ տալ։ Եվ օտար երկրացի է։ Այնպես որ պատրաստվեք օտար երկրացի ընդունել ձեր կյանք։ Կարող է շփվեք ինքը օտար երկրում գտնվի։ Ամենայն դեպս օտար երկրացի է սա, ոչ թե օտար երկրում գտնվող, բայց է մեկը, հենց օտար երկրացի է։ Այնպես որ նա է գալիս ձեր կյանք։ Դե ուղղակի սիրառատ, հա, այդպես են ասում, այդ նման մարդկանց, որ կան մարդիկ, օրինակ, որ կանանց հետ, տղամարդկանց հետ շատ սիրալիր են խոսում, բայց երբ որ սիրում են ինչ-որ մեկին, այլևս դավաճանություն չկա։ Բայց եւ հավանականությունը շատ մեծ է, որ ուղղակի, եթե խանդում եք, տեսնեք ինքը իր գործընկերու հետ շատ հավեսով ասում, խոսում, ծիծաղում է, կարող է դրանից վեճ առաջանա։ Պետք է լավ որոշեք։ 3 տարբերակներն էլ դա չգիտեմ, ինչ որ իդեալական մեկին չտեսա, կիսվում էր միշտ։ Չկար մեկը, որ այդ ամեն ինչը իր մեջ լիներ շատ լավ ու իդեալական մեկը գար ձեր կյանք։ Ես որ չտեսա։ Դրա համար պետք է ուղղակի դուք ինքներդ թողնում եմ ձեզ վերլուծեք, թե ով եկավ, ինչեր ունի, ինչա սիրում անել։
Կարող է անգամ որ հարցնում ես ուր ես, կարող է անգամ դա հետադարձ պատասխանը շատ փիս լինի, թե ինքը ուր է, այ քեզ ինչ, վերջին տարբերակում, որովհետև այստեղ սահմանափակել իրեն չեք կարող, եթե օտար երկրացի է, ապա պետք է հասկանաք, որ կյանքում կարող է իրոքից միլիոնավոր մարդ լիներ, չի բացառվում եւ կնոջ մոտ եւ տղամարդու մոտ, որ շատ մարդիկ կարող են լինել, որովհետեւ իրանց մոտ հարաբերությունները սկսվում է 13-14 տարեկանից, դե հաշվեք, եթե մինչեւ 30 տարեկան լինի, քանի շփումներ կարող է ունեցած լինել եւ ոչ այդքան լուրջ։ Նեմոր վերլուծեք իր պահվածքը ձեր հանդեպ, այդպես։ Կարող է նվերներով գայթակղում է ձեզ, բայց ի վերջո ինքը ուզում է, որ ինքը իր կյանքով դուք ինչ խանգարեք իրեն։ Դե դուք տեսեք, ինչպես եք ընդունում, ում եք ընդունում, ինչ որ շատ իդեալիստներ չկա, կարող է իրոքից հիմա այս նմանատիպ ինչ որ մեկն է եկել ձեր կյանք եւ որոշում եք։ Զգում եք, որ շատ է խոսում սրա նրա հետ, զգում եք, որ անգամ իր շփումը իր գործընկերոջ հետ էլի նորից ավելի մտերմիկ է, բայց սիրահարվել եք եւ չգիտեք ինչ անեք։ Այնպես որ ուսումնասիրեք այդ ամենը, լավ ուսումնասիրեք, որովհետեւ հակուս չեք ընտրում ձեզ համար։ Եթե հատկապես ամուսին կամ կին եք ուզում, պետք է լավ ուսումնասիրել նոր հետո։ Դրա համար 90%-ը 1 տարի հետո բաժանվում է։ Որտեվ այդպես է, որովհետև աչքերը փակ սիրել են, աչքերը փակ ընդունել են, հետո արդեն այսպես թե այնպես պետք է բաժանվեն, որովհետև հետո ամուսնանալուց հետո աչքերը բացվում են եւ արդեն ուշ է լինում բավականին։ Այսքանը սիրելիներս, թող որ ձեր կյանք գա միայն լավագույնը եւ դուք լավ երկար մտածեք իրեն ձեր կյանք ընդունելուց առաջ։ Այսքանը, լավ եղեք։